Բարի գալուստ Ալանդյան ինքնավարություն 27,000 բնակիչ, 7,000 կղզի, 9,000 առագաստանավ, 46 ոստիկան, 4 լուսացույց և 1 գիշերային ակումբ։ Վիկինգների նախահայրերը դեռ նոր էին սկսել նվաճել Բալտյան ծովը, երբ սկանդինավյան թերակղզին մայրցամաքից բաժանող նեղուցի ամենանեղ տեղում հայտնաբերեցին կղզիներ, որոնք շատ հարմար էին բնակության համար։ Շուտով նրանք հասկացան, որ այդ կղզիները նաև կարևոր ռազմավարական դիրք ունեն։ Դրանց տիրապետելու դեպքում հնարավոր էր հսկողության տակ պահել ամբողջ ծովը ու փակել թշնամու առաջխաղացումը դեպի հարևան նեղուցներ։ Ալանդյան կղզիները էլ ավելի հրապուրիչ դարձան, երբ վիկինգները նկատեցին, որ դրանք նաև Սկանդինավիայի ամենատաք տեղն են։ Այդ ժամանակից ի վեր ալանդները կռվախնձոր դարձան հարևան ժողովուրդների միջև։ 1809 թվականին ռուս կայսր Ալեքսանդր I-ը շվեդ թագավոր Կարլ 13-ից զավթեց այժմյան Ֆինլանդիայի տարածքը և շվեդներով բնակեցված Ալանդյան կղզիները։ Բայց ալանդական հակամարտություն հասկացությունը եվրոպացիների քաղաքական բառապաշարում հայտնվեց միայն 20-րդ դարի սկզբին, երբ ռուսական կայսրության տապալումից հետո Ֆինլանդիան անկախացավ։ Ռուսաստանի կազմից դուրս գալիս Ֆինլանդիան հռչակեց ալանդները որպես իր տարածքի մի մասը, բայց մեր կարծիքը ոչ ոք չհարցրեց։ Մինչև Ռուսաստանի տիրապետության տակ անցնելը մենք 600 տարի Շվեդիայի կազմում ենք եղել։ Եվ բնական է, որ ալանդացիները, որոնք էթնիկ շվեդներ են և խոսում են շվեդերեն, ցանկանում են միավորվել իրենց հայրենակիցների հետ։ Տեղացի առաջնորդները յուրատեսակ հանրաքվե կազմակերպեցին։ Գնում էին գյուղից գյուղ և ստորագրություններ հավաքում։ Բացարձակ մեծամասնությունը արտահայտվեցին Շվեդիայի հետ միավորվելու օգտին, և Շվեդիայի թագավոր Գուստավին համապատասխան դիմում խնդրանք ուղարկվեց։ Պատմաբան Դան Նորմանը շատ լավ է հասկանում, թե ինչու էին իր նախապապերը այդքան վիրավորված շվեդ թագավորից, որ չշտապեց գրկաբաց դիմավորել հայրենակիցներին։ Արքան գիտակցում էր, որ ալանդացիների շարժմանը բացահայտ աջակցելը կարող էր ֆինների հետ անցանկալի առճակատման հանգեցնել։ Չեզոքություն պահպանելով Ստոկհոլմը միայն մեկ պայման առաջ քաշեց՝ կղզիները պետք է ապառազմականացված լինեն, որպես Շվեդիայի համար անվտանգության երաշխիք։ Կողմերը սկսեցին բանակցությունները։ 1921 թվականի հունիսին Ազգերի լիգայի միջնորդությամբ Շվեդիան և Ֆինլանդիան ստորագրեցին այսպես կոչված Ալանդյան համաձայնագիրը, որը կղզիներին ինքնավարության կարգավիճակ տվեց։ Այս փաստաթղթով սահմանազատվեցին դաշնային կենտրոնի և տեղական իշխանության մարմինների լիազորությունները։ Այդ ժամանակից ի վեր Ալանդյան կառավարությունը ինքնուրույն է տնօրինում բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են տնտեսությանը, կոմունալ կառավարմանը, կրթությանը, մշակույթին, առողջապահությանը, ներքին փոխադրումներին, ոստիկանությանը։ Արտաքին գործերի, պաշտպանության, մաքսային հսկողության, քրեական հանցագործությունների, դատական և դրամային համակարգերում մինչև հիմա գործում են ֆինական օրենքները, որոնց կատարումը վերահսկում է կենտրոնից նշանակված նահանգապետը։ Կողմերից յուրաքանչյուրը ստացավ իր ուզածի ընդամենը մի մասը։ Ալանդացիները իրենց ինքնուրույնության երաշխիքները ստացան, Ստոկհոլմը հասավ կղզիների ապառազմականացմանը, իսկ Հելսինկին պահպանեց ալանդներն իր տարածքը համարելու իրավունքը։ Իհարկե, Ֆինլանդիային ամենաշատը բաժին ընկավ, բայց եթե ֆինների համար այդքան կարևոր է, որ աշխարհի քաղաքական քարտեզի վրա ալանդները դեղին գույնով նշված լինի, ապա Աստծո սիրուն։ Մեզ համար ամենակարևորն այն է, որ ինքներս կարողանանք տնօրինել մեր ճակատագիրը։ Հելսինկիում և Ստոկհոլմում ոչ ոք չի կասկածում, որ 1921 թվականին ընդունված պատմական որոշումը բոլոր առումներով լավագույնն էր։ Մենք հպարտ ենք, որ մեր տարածքում այդպիսի ինքնավարություն կա և բարձր են գնահատում ալանդացիների վստահությունը։ Ժամանակը ցույց տվեց, որ դա ճիշտ որոշում էր։ Շվեդիայի թագավոր Գուստավ IV Ադոլֆը ֆիննական պատերազմում պարտություն կրելուց հետո ասաց.
Ալանդներն այլևս երբեք մերը չեն լինի։ Մենք վաղուց համակերպվել ենք դրա հետ եւ չենք պատրաստվում որևէ մեկին տարածքային պահանջներ ներկայացնել։ Vi ber också för vårt Åland som idag firar sin självstyrelse. Հայր մեր երկնային, երախտապարտ ենք քո բարության համար։ Շնորհակալ ենք Ալանդյան ժողովրդի երջանկության եւ բարեկեցության համար։ Ընդունիր այս աղոթքը ի բարօրություն ալանդների եւ մեր ինքնավարության։ Հայր Սուրբը աղոթքով շնորհակալություն է հայտնում Բարձրյալին, որ անցած դարի սկզբին նա ալանդյան առաջնորդներին իմաստություն եւ համարձակություն տվեց պաշտպանելու իրենց ինքնավարության իրավունքը։ Յոն Էրիկ Կալստրեմը Մարիանհամնում գործող միակ եկեղեցու քահանան է։ Այստեղ գալիս են աղոթելու եւ շվեդները, եւ ֆիները, եւ այլ ազգերի ներկայացուցիչները։ Երբ հակամարտող կողմերը տարբեր կրոնների են պատկանում, հակասություններն ավելի են սրվում։ Մեր բախտը նաև այս առումով է բերել։ Հավատքի հետ կապված հակասություններ մենք չունեինք։ Եվ շվեդները եւ ֆինները լութերականներ են։ Եվ ֆինները եւ շվեդները հանդուրժող են եւ խաղաղասեր։ Աստված գնահատեց սա եւ երկուստեք ընդունելի լուծում գտնելու կամք տվեց մեզ։ Ֆիները ալանդյան կղզիների բնակչության ընդամենը 5%-ն են կազմում, բայց հատուկ նրանց համար եկեղեցում ժամերգություն է կազմակերպվում։ Հայր Սուրբը նկատում է, որ ֆիների հոգևոր ծեսերը որոշ չափով տարբերվում են շվեդականից։ Մշակույթների տարբերությունը նկատվում է նաև եկեղեցական ծեսերի մեջ։ Շվեդական սաղմոսներն ավելի թեթև եւ ազատ են ֆիննականի հետ համեմատած։ Նկատել եմ, որ ֆինները ավելի շատ են աղոթում, քան մենք։ Ավանդույթների տարբերությունը զգացվում է նաև կենցաղում։ Բոլոր ֆինները համոզված են, որ Ֆինլանդիա օղին ավելի լավն է, քան շվեդական աբսոլյուտը, իսկ Nokia հեռախոսները ավելի հուսալի են, քան Ericsson-ը։ Շվեդները համոզված են հակառակում։ Ֆին երեխաները կարծում են, որ Մումիտրոլի մասին հեքիաթը ավելի հետաքրքիր է, քան երկարագուլպա Պեպիի մասին պատմությունը։ Շվեդ փոքրիկը պատրաստ կլինի նման պնդումների հեղինակի աչքը կապտեցնել։ Երբ հանդիպում ենք ջղային սպառողի, գործի ենք դնում այսա։ Պետք է խոստովանել, որ սկանդինավյան ժողովուրդների մոտ ազգայնամոլությունը եւ հայրենասիրությունը երբեմն շատ յուրօրինակ դրսևորումներ են ստանում։ Ստեֆան Բլունկվիստը ալանդյան կղզիների միակ գարեջրի գործարանի սեփականատերերից մեկն է։ Նա կարծում է, որ իսկական հայրենասեր կարող է համարվել միայն նա, ով տեղական գարեջուր է խմում։ Չեմ ասում, որ ֆիննական գարեջուրը վատն է։ Միայն թե մեր գարեջուրը ոչնչով չի զիջում, եւ մենք պատրաստ ենք ապացուցել դա բոլորին։ Երբ Մարիանհամի գարեջրականը օտարերկրացին օտարերկրյա գարեջուր է պատվիրում, դա ինձ մեղմ ասած դուրս չի գալիս։ Ավելին, նույնիսկ վիրավորում է ազգային արժանապատվությունս։ Ստեֆանի ղեկավարած ընկերությունը 1600 բաժնետոմս ունի եւ ընդամենը 3 աշխատող։ Բարձր հարկերի պատճառով շատ աշխատողներ վարձելը գործատուին ձեռնտու չէ։ Ստեֆանը ինքն իր համար եւ հաշվապահ է, եւ մարքետոլոգ, եւ տեխնոլոգ։ Ալանդներում գարեջրի պատրաստման տեխնոլոգիան ճիշտ այնպիսին է, ինչպիսին Ֆինլանդիայում։ Միակ գաղտնիքը տեղական ջրի առանձնահատուկ համն է։ Ընդհանրապես ալանդական եւ ֆիննական գարեջրի միջև ավելի շատ տարբերություն կա, քան ալանդացիների եւ ֆինների։ Այսքան տարի միասին ապրելով մենք սկսել ենք նմանվել մեկս մյուսին։ Alltså det är en konst, man gör inte hur som helst. Det ska inte vara någon bukett, någon blombukett, utan det man ska göra så här. Ալանդներում գործող ֆինական մշակութային ընկերության նախագահ Սիրկալիսա Էնգվիստի կարծիքով երկու ժողովուրդների սովորույթների հիմնական տարբերությունը դրսևորվում է, ինչ եք կարծում որտեղ։ Սաունայում։ Och nu ska jag ta kniven. Ihan pikkusen. Նախ ֆինական սաունայում ավելի շոգ է, քան շվեդականում, եւ բացի այդ շվեդներն ավել չեն օգտագործում։ Ոչ մի ֆին երբեք բաղնիկ չի գնա առանց ավելի։
իսկ ավելի համառ ճյուղեր հավաքելը մի հատուկ արարողություն է։ Շվեդները չեն դիմանում շոգեհարմանը այնպես ինչպես մենք, իսկ մեր ամբողջ կյանքը կապված է բաղնիքի հետ։ Ֆին կանայք նույնիսկ ծննդաբերում են սաունայում։ Դա եւ մշակույթ է եւ թերապիա։ Եվս մի տարբերություն՝ ֆինները սաունայում չեն ամաչում։ Սովորաբար տղամարդիկ եւ կանայք միասին են բաղնիք գնում։ Շվեդների մոտ այդպես չէ։ Ահա եւ բոլոր տարաձայնությունները։ Մյուս հարցերում փոխն բռնում է եւ համաձայնություն։ Ցիրկալիսա Էնգվիստի ամուսինը շվեդ է։ Նա հաճույքով է մասնակցում ֆինական համայնքի կազմակերպված միջոցառումներին։ Համայնքի անդամները համարյա ամեն ուրբաթ հավաքվում են համեստ խնջույքի։ Minun kuntani kaunis on, vaikka on kaitaluinen. Hei Julia illalla, vaikka on kaitaluinen. Hei Julia illalla, vaikka on kaitaluinen. Silmät silloin siniset, vaikka on kierronlaiset. Hei Julia illalla. Ախվենիսետ ընկերության կարևորագույն նպատակը լեզվի եւ մշակույթի պահպանությունն է։ Համայնքի առաջնորդները քաղաքականությամբ չեն զբաղվում, անհրաժեշտություն չկա։ Ֆին փոքրամասնության շահերը այստեղ հարգված են եւ պաշտպանված օրենքով։ Vaikka on toista syltä, hei Julia, ha ha ha. Hevosetkin nauraa, hei Julia, ha ha ha. Hevosetkin nauraa. Բոլոր տեղացի ֆինները տիրապետում են շվեդերենին։ Առանց դրա այստեղ շատ դժվար է ապրել։ Ալանդներում շվեդերենը համարվում է միակ պետական լեզուն։ Ֆիներենի ուսուցումը դպրոցներում բացառապես կամավոր է։ Ալանդների քաղաքացու ցանկացած գրավոր դիմում Ֆինլանդիայի կառավարական մարմիններին կարող է շվեդերեն լինել, եւ նրանք պարտավոր են շվեդերեն պատասխանել։ Դրա համար պաշտոնյաները սովորաբար թարգմանիչների օգնությանն են դիմում։ Նույնիսկ այն ալանդացիները, ովքեր տիրապետում են ֆիներենին, սկզբունքորեն միայն մայրենի լեզվով են շփում դաշնային մարմինների հետ։ Օրենքը նրանց թույլ է տալիս դա։ Ֆինլանդիայում շվեդերենը համարվում է երկրորդ պետական լեզուն։ Շվեդերն այստեղ ունեն իրենց քաղաքական, մշակութային, մարզական, կրոնական, գիտական կազմակերպություններն ու ընկերությունները։ Ֆինլանդիայում շվեդերեն լեզվով 30 թերթ եւ ամսագիր է լույս տեսնում։ Տուրկուում շվեդական համալսարան կա, իսկ Հելսինկիում առևտրի շվեդական ինստիտուտ։ Բայց ալանդներում շատերն են կարծում, որ շվեդերենին վտանգ է սպառնում։ Այդպես է մտածում նաև Թյուրբորն Սումբլումը, ալանդական ինքնավարության հիմնադիր Յուլիուս Սումբլոմի թոռը։ Ձուլման վտանգը միանգամայն իրական է։ Ֆինլանդացումը կատարվում է թաքնված ձևերով։ Եթե տիրապետում ես ֆիներենին, ավելի հեշտ աշխատանք կգտնես։ Դա սարսափեցնում է։ Ինձ մտահոգում է նաև այն, որ հարուստ արտասահմանցիները կղզիներում հողատարածքներ են գնում եւ ալանդական քաղաքացիություն ստանում։ Դա կարող է հանգեցնել նրան, որ մենք կորցնենք մեր ազգային ինքնատիպությունը։ Օտարները թքած ունեն մեր ազգային շահերի վրա։ Դա ինձ շատ է վախեցնում։ Թյուրբորն Սումբլումի պապին ալանդներում ազգային հերոս են համարում։ 1917-ին Յուլիուս Սումբլումը գլխավորել է Շվեդիայի հետ կղզիների վերամիավորվելուն ուղղված շարժումը։ Հենց նրա հեղինակավոր խոսքը դարձավ ոչռորոշ, երբ ալանդացիները համաձայնեցին փոխզիջման եւ բավարարվեցին ինքնավարության կարգավիճակով։ Անվանի քաղաքական գործչի թոռը ասում է, որ ինքնավարության հիմնադիր իր պապը թեև Շվեդիայի հետ միավորվելու հարցն էր բարձրացնում, բայց իրականում ամբողջ կյանքում երազել է հայրենի երկրի անկախության մասին։ Այն ժամանակ նա ճիշտ է վարվել փոխզիջման գնալով, ուրիշ ելք չկար։ Բայց նա միշտ ասում էր, որ մեր ազգային շահերը երաշխավորված կլինեն միայն եւ միայն այն ժամանակ, երբ մենք անկախ լինենք։ Պապիկը հավատում էր, որ ալանդները անպայման ինքնիշխան պետություն կդառնա։ Սակայն ժամանակակից ալանդացիների մեծամասնությունը առանձնապես չի ձգտում անկախ պետությունում ապրել։ Նոր ալանդներ թերթի գլխավոր խմբագիր Խարիետ Տոմմիեն բոլորի պես հարգանքով է վերաբերվում ինքնավարության հիմնադիր Սումբլումին, բայց չի կարծում, որ նա նույն կրքոտությամբ կպայքարեր անկախության համար, եթե մեր ժամանակներում ապրեր։ Չգիտեմ ալանդները երբևէ անկախ պետություն կդառնա թե ոչ, բայց հիմա որևէ պատճառ չունեմ անկախության ձգտելու։ Ինձ առանց այդ էլ ամեն ինչ բավարարում է։ Մենք բարեկեցիկ կյանքով ենք ապրում, պաշտպանված ենք եւ վստահ ենք վաղվա օրվա համար։ Դա հենց այն է, ինչին ձգտում են բոլոր ժողովուրդները։ Նոր ալանդներ թերթին կից հերուստալիք է գործում։
Հեռուստատեսություն ասելը իհարկե չափազանցություն է, եթե հաշվի առնենք, որ 6 հոգուց կազմված ողջ խմբագրությունը տեղավորվում է միայն մեկ սենյակում։ Սառա Բրուն ինքն է նկարահանում իր տեսանյութերը, ինքն է մոնտաժում, ինքն էլ որպես հաղորդավար ներկայացնում է դրանք եթերում։ Նոր ալանդներ թերթի գլխավոր խմբագիրը իր լրատվամիջոցը գավառական չի համարում։ Մարիան Համնը թեև փոքր է, այնուամենայնիվ մայրաքաղաք է։ Ալանդացիները նախ եւ առաջ հետաքրքրվում են տեղական իրադարձություններով։ Նրանց համար կարևոր չէ ինչ է կատարվում Հելսինկիում։ Ոչ բոլոր ալանդացիները գիտեն Ֆինլանդիայի նախագահի անունը, բայց ալանդների վարչապետին բոլորն են ճանաչում։ Եվ փողոցում հանդիպելիս էլ նրան անունով են դիմում։ Ի դեպ Շվեդիայի վարչապետի անունը նույնպես բոլորը գիտեն։ Շվեդիայի հետ ալանդացիների կապերը սերտ են, տեղացի մասնագետների համարյա կեսը շվեդական բուհերի շրջանավարտներ են։ Այստեղ դիտում են համարյա բոլոր ստոկհոլմյան հեռուստաալիքները, կարդում են շվեդական մամուլը։ Հատկանշական է, որ Ալանդյան կղզիների խորհրդարանի նախագահի աշխատասենյակում կախված է ոչ թե Ֆինլանդիայի նախագահի նկարը, այլ Շվեդիայի արքայադստեր։ Ինչու արքայադստեր եւ ոչ թագավորի։ Հենց այդ հարցն էլ տվեցին խորհրդարանի նախագահ Ռոջեր Նորլունդին։ Պատասխանը անսպասելի էր, որովհետև նա գեղեցիկ աղջիկ է։ Մենք բոլորս էլ շատ ենք սիրում արքայադուստր Վիկտորիային։ Շվեդական թագավորական ընտանիքի անդամները նախկինում երբեք չեն այցելել ալանդներ։ Հելսինկիում ոչ մեկի մտքով էլ չի անցել դժգոհություն արտահայտել շվեդական արքայադստեր այցի կապակցությամբ։ Ռոջեր Նորլունդը արդեն 20 տարի է ինչ քաղաքականությամբ է զբաղվում։ Իշխող կոալիցիայի կազմում նրա աշխատանքի ընթացքում ինքնավարության լիազորությունները նկատելիորեն ընդլայնվել են։ Հելսինկի եւ Մարիան Համնի հարաբերությունները կարգավորող օրենքները ժամանակ առ ժամանակ բարեփոխվում են։ Ինքնավարության հռչակումից հետո առաջին տասնամյակում կղզիների շատ բնակիչներ դժգոհ էին։ Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը ալանդացիները մեկ անգամ չէ որ բարձրացրել են Շվեդիայի հետ միավորվելու հարցը։ Բայց 1951-ին ընդունվեց ինքնավարության մասին նոր օրենք, որն ընդլայնեց մեր իրավունքները։ Դրանից հետո անկախության ձգտող կամ Շվեդիայի հետ միավորվել ցանկացող մարդկանց թիվը սկսեց կրճատվել։ Այժմ անկախության կողմնակիցները 10-15%-ից շատ չեն։ Գործարար Պիտեր Սելանդերը դեմ է անկախությանը, նրա մոտեցումը այս հարցին զուտ շահադիտական է։ Նա կարծում է, որ եթե ալանդները դառնան անկախ պետություն, իր ձկնորսական տուրիստական բազայի հաճախորդները կնվազեն, իսկ հարկերը կմեծանան։ Ինձ թվում է տնտեսական տեսանկյունից ձեռնտու չէ անկախ լինելը։ Եթե մենք ինքնուրույն պետություն դառնանք, պարտավոր ենք լինելու հսկայական չինովնիկական ապարատ պահել։ Մեր բյուջեի այժմյան ծավալը չի կարողանա նոր պետական գերատեսչություններ ֆինանսավորել։ Իսկ դա նշանակում է, որ կբարձրացվեն հարկերի դրույքաչափերը։ Դրանք մեզանում առանց այն էլ բարձր են։ Եթե ավելի բարձրանան, հնարավոր է ես պարզապես սնանկանամ։ Պիտեր Սելանդերի ընկերությունը զբաղվում է ձկնորսական տուրիզմով։ Այս բիզնեսը վերջին շրջանում շատ եկամտաբեր է դարձել։ Հիմնական հաճախորդները այսպես կոչված նոր ռուսներն են, ովքեր գալիս են այստեղ սուր զգացողությունների հետևից։ Նորը ընկերությունը ընտանեկան բիզնես է։ Պիտերի կինը նախկին ռուսաստանցի Ալեքսանդրա Ռեշետովան ձկնորսությունից բան չի հասկանում։ Փոխարենը տուրիզմից է լավ գլուխ հանում։ Նա արդեն 15 տարի է ապրում է ալանդական կղզիներում եւ իրավունք ունի դատել տեղի բնակիչների մասին։ Բոլոր տուրիստներին նույն հարցն է հետաքրքրում։ Այնուամենայնիվ, ովքեր են ալանդացիները, ֆիններ թե շվեդներ։ Ալանդացին սովորաբար ասում է՝ ես ոչ ֆին եմ, ոչ էլ շվեդ։ Նրանք իրենց առանձին ազգ են համարում։ Ալանդացիները այնուամենայնիվ անտարբեր չեն Ֆինլանդիայի շահերի հանդեպ։ Ինքնավարությունը ինքնավարություն, բայց կղզիների բնակչության մեծամասնությունը իրեն ընդհանուր երկրի մեկ մասնիկն է զգում եւ չի թաքցնում, որ շահագրգռված է Ֆինլանդիայի բարգավաճմամբ եւ հաջողություններով։ Այդ առումով հատկանշական է, որ երբ Ֆինլանդիան Շվեդիայի հետ ֆուտբոլ է խաղում, ալանդացիներից շատերը ֆիների կողմից են։
Նույնիսկ տեղի ֆուտբոլային թիմի երկրպագուների ակումբի նախագահն է ուրախանում, երբ Ինտերտուրկոյի գրոհայինը գնդակը ուղղում է Գյոտեբորգի դարպասը։ Կարծում եմ զարմանալի ոչինչ չկա, որ ես Ֆինլանդիային եմ պաշտպանում։ Ինչ ուզում եք ասեք, բայց ի վերջո դա մեր երկիրն է։ Ալանդական ֆուտբոլիստները խաղում են ֆիննական լիգայում։ Ընկերներ ունեմ, ովքեր խաղում են շվեդական ակումբներում, եւ ես հետաքրքրված եմ նրանց հաղթանակներով, բայց միայն ոչ այն ժամանակ, երբ նրանք Ֆինլանդիայի դեմ են խաղում։ Ֆինական դրոշի գույները պաշտպանում են ոչ միայն ալանդացի ֆուտբոլիստները, այլև զինվորականները։ Ալանդացիների համար բանակում ծառայելը կամավոր է։ Ինքնավարությունը սեփական ռազմական ուժեր չունի։ Կղզիները ընդհանրապես ապառազմականացված են եւ զինված մարդկանց մուտքը այստեղ արգելված է։ Դե իսկ եթե ալանդացի պատանին որոշել է ծառայել բանակում, Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը միայն կողջունի նրա ձգտումը։ Մարկուս Յանսոնը ծառայության է անցել կամավոր եւ չի զղջում։ Ես որոշեցի ծառայել ֆիննական բանակում, քանի որ մենք Ֆինլանդիայի մի մասն ենք։ Չէ՞ որ արտաքին վտանգի դեպքում մեզ ֆիննական բանակը պետք է պաշտպանի։ Եթե երբևէ ալանդները սեփական զինված ուժեր ունենա, կորիզը կազմելու են այն տղաները, ովքեր ծառայության են անցել ֆիննական զորքերում։ Իհարկե ես մեծ հաճույքով կծառայեի ալանդների բանակում, եթե այդպիսին լիներ, բայց չեմ կարծում, որ այժմ դրա անհրաժեշտությունը կա։ Ալանդների ներքին կարգու կանոնը պաշտպանում են սեփական ոստիկանության մարմինները։ Կղզիների իրավապահները չեն ենթարկվում Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությանը, բայց արդյունավետ համագործակցում են Հելսինկիի իրենց գործընկերների հետ։ Տեղացի ոստիկանների գործը շատ չէ։ Եթե միջադեպեր լինում են, ապա ոչ այդքան լուրջ։ Երբեմն ահազանգ է ստացվում, որ հեծանիվ է կորել կամ էլ ոչ սթափ զբոսաշրջիկը մեքենայի ղեկին է նստել։ Ալանդյան կղզիների ոստիկանության պետ Կամիլա Հեգլունդը հիշում է, որ վերջին լուրջ գողությունը 2001-ին է եղել։ Հատկանշական է, որ բանկը թալանողները արտասահմանցիներ էին։ Իրավախախտումներ լինում են հիմնականում նավերի վրա, ընդ որում մեծ մասամբ ալկոհոլի չարաշահման պատճառով։ Իսկ բուն կղզիներում տարվա մեջ ընդամենը մի քանի լուրջ հանցագործություն է գրանցվում։ Հենց այդ պատճառով էլ մենք ստիպված էինք փակել կղզիների միակ բանտը։ Անիմաստ էր այն պահել, քանի որ ավելի շատ բանտապահներ ունեինք, քան բանտարկյալներ։ Այժմ փոքրաթիվ ալանդացի հանցագործներին դատավարությունից հետո ուղարկում են Ֆինլանդիա։ Նրանք իրենց պատիժը անց են կացնում Տուրկու քաղաքի բանտում։ Գնդապետ Հեգլունդը համոզված է, որ տեղի ոստիկանները անհամեմատ ավելի շատ հոգսեր կունենային, եթե ալանդյան կղզիները անկախ պետություն լինեին։ Ստիպված կլինեինք ինքներս բանտ պահել, միջոցներ ծախսել զենքի ու սարքավորումների ձեռքբերման համար։ Հարց կծագեր, որտեղ պիտի ոստիկաններ պատրաստենք։ Այս ամենը մեր ինչին է պետք, եթե Ֆինլանդիան իր վրա է վերցնում բոլոր նման հարցերի լուծումը։ Ընդ որում, մեզնից ոչինչ չի պահանջվում։ Մեր ֆին գործընկերները մեզ չեն ղեկավարում։ Մենք հավասար իրավասություններ ունենք։ Հավասար գործընկերների համագործակցություն են հիշեցնում նաև Ֆինլանդիա եւ ալանդների քաղաքական իշխանությունների միջև հարաբերությունները։ Ինքնավարության կառավարության ղեկավար Վիվեկա Էրիքսոնի երկխոսությունը Ֆինլանդիայի նախագահ Տարիա Հալոնենի հետ ամենևին էլ նման չէ ենթակայի եւ ղեկավարի միջև զրույցի։ Ֆինլանդիայի նախագահի, ինչպես եւ մյուս սկանդինավյան երկրների ղեկավարների հետ ես շփվում եմ ինչպես հավասարը հավասարի հետ։ Եթե ալանդական կղզիներն ավելի փոքր են, քան Ֆինլանդիան կամ Դանիան, դա դեռ չի նշանակում, որ մենք չենք կարող հավասարազոր գործընկերներ լինել։ Կարևորը ուրիշի գործերի մեջ չխառնվելն է։ Ֆինլանդիայի ղեկավարությունը չի միջամտում այն հարցերին, որոնք գտնվում են ինքնավարության իրավասության մեջ։ Իսկ ես չեմ խառնվում դաշնային կառավարության գործերին։ Ալանդյան կղզիների վարչապետը ապրում է գյուղում։ Մայրաքաղաք աշխատանքի է գնում ահա այս հին մեքենայով։ Ֆինլանդիայի նախագահի մեքենան իհարկե ավելի ժամանակակից է, բայց սուբորդինացիայի վրա դա ոչ մի կերպ չի անդրադառնում։ Նախ իմ աշխատավարձն այնքան մեծ չէ, որ թույլ տամ ինձ վերջին մոդելի Mercedes գնել։ Եվ հետո այս մեքենան լավ է այն առումով, որ քիչ վառելիք է ծախսում։ Կարևորը, որ մեքենան հարմար լինի։ Դե իսկ արտաքին տեսքն ինձ քիչ է հետաքրքրում։ Բայց որոշ հարցերում ալանդացիները ոչ միայն բովանդակությանն են նշանակություն տալիս, այլև արտաքին տեսքին։ Դա վերաբերվում է նախ եւ առաջ խորհրդանիշներին։
1951 թվականին ինքնավարության մասին ակտում կատարված փոփոխությունների շնորհիվ հոլանդացիները իրավունք ստացան սեփական դրոշ, զինանշան եւ օրհներ կունենալ։ Այժմ ալանդների կապույտ դեղին կարմիր խորհրդանիշը ծածանվում է ինքնավարության բոլոր պետական գերատեսչությունների շենքերի վրա, բացառությամբ նրանց, ովքեր դաշնային պատկանելիություն ունեն։ Մասնավոր տների բակերում էլ ազգային դրոշը սովորական երևույթ է։ Բնական դրոշը իհարկե կղզիներում արգելված չէ, սակայն այն չկա նույնիսկ Հելսինկիի կողմից նշանակված նահանգապետի գրասենյակի շենքի վրա։ 1984-ից ալանդները տպագրում են սեփական դրոշմանիշները։ Յոխապյու Կոլայնենը ալանդական դրոշմանիշների մեծամասնության հեղինակն է։ Նա կղզիների ամենահայտնի նկարիչն է։ Վարպետի ստեղծած դրոշմանիշների էսկիզները արտացոլում են այն ամենը, ինչով հպարտանում են ալանդացիները։ Ինչի համար է պետք դրոշմանիշը։ Դա ինքնադրսևորման ձև է։ Մենք դրանցով ընդգծում ենք մեր ինքնուրույնությունը։ Ոչ բոլոր ինքնավարությունները կարող են տպագրել սեփական դրոշմանիշեր։ Մեր դրոշմանիշով մենք ցույց ենք տալիս, որ ալանդները համարյա անկախ պետություն են։ 1996-ից կղզիների բնակիչների ֆիննական անձնագրերում ալանդական քաղաքացիության կնիք է դրվում։ Այն ստանալը հեշտ չէ։ Միայն քաղաքացիությունն է ալանդներում տնտեսական գործունեությամբ զբաղվելու եւ անշարժ գույք ունենալու իրավունք տալիս։ 1993-ին ալանդացիները փորձեցին նույնիսկ սեփական դրամը շրջանառել, բայց Ֆինլանդիան ընդդիմացավ եւ ալանդական մետաղադրամները տեղ գրավեցին նումիզմատների հավաքածուներում։ Ի սկզբանե ալանդական դոլարը ստեղծվել էր ոչ որպես լիարժեք տարադրամ այդ բառի ավանդական իմաստով։ Այն պետք է շրջանառվեր նախ եւ առաջ խաղատներում։ Բացի այդ, որպես շրջանառման միջոց, այն պետք է ընդունվեր տեղի խանութներում, նավերում, տաքսիներում, ռեստորաններում։ Մի քանի միլիոն դոլար արդեն պատրաստվել էր, բայց Ֆինլանդիայի կառավարությունը ընդդիմացավ։ Մենք ոչ մի օրենք չէինք խախտել եւ դաշնային կառավարությունը դա հասկանում էր։ Չէ՞ որ զուտ ֆորմալ տեսակետից մեր ստեղծածը ոչ թե փող էր, այլ փողի սուրոգատ։ Արդյունքում Հելսինկին մեզ գործարք առաջարկեց։ Մենք հրաժարվում ենք ալանդական դոլարի կիրառությունից, իսկ դաշնային գանձարանը, որպես փոխհատուցում, մեզ 5 միլիոն մարկ է վճարում։ Սա երկուստեք փողզիջում էր։ Այստեղ էլ մենք ստիպեցինք Ֆինլանդիայի կառավարությանը հաշվի նստել մեր կամքի հետ։ Իդեպ փողի մասին, ալանդներում հարկերի հավաքումը դաշնային մարմինների լիազորությունն է։ Կղզիներից հավաքված հարկը ուղղվում է Հելսինկի, որտեղից հակառակ ուղղությամբ գալիս են ֆինանսական հատկացումները։ Վերջին շրջանում ալանդներում հաճախ են հնչում հարկեր հավաքելու իրավունքը կենտրոնից վերցնելու վերաբերյալ պահանջները։ Այժմ գործող կարգի համաձայն ալանդներին դաշնային գանձարանից հասանելիք հատկացումները կազմում են Ֆինլանդիայի պետական բյուջեի ընդհանուր ծավալի 0.48%-ը։ Մի տարի այս գումարը կարող է ավելի շատ լինել, քան ալանդներից հավաքագրած հարկերն են։ Մյուս տարի հակառակը ավելի քիչ։ Սկզբունքորեն այժմյան համակարգը մեզ համար շահեկան է, բայց իմ կարծիքով այն արդեն հնացել է եւ բարեփոխման կարիք ունի։ Մենք ցանկանում ենք ինքնուրույն տնօրինել մեր հարկերը։ Հարկային ինքնուրույնության հարցում ալանդների խորհրդարանի նախագահի հետ կտրականապես համաձայն չէ նահանգապետ Պիտեր Լինդբեկը։ Պատճառն այն չէ, որ նա այսպես ասած Ֆինլանդիայի մարդն է եւ պարտավոր է ի պաշտոն է պաշտպանել դաշնային կենտրոնի շահերը։ Պարզապես նահանգապետը լինելով ալանդացի եւ հայրենասեր, կարծում է, որ հարկային ինքնուրույնությունը կվնասի ինքնավարության տնտեսությանը։ Եկեք իրատես լինենք։ Այժմ ալանդները դաշնային բյուջեին հարկերի տեսքով 220 միլիոն եվրո են տալիս, իսկ ստանում են 260-270 միլիոն եվրո։ Այսինքն ըստ էության դա դեռ մի բան էլ մեր տված գումարին ավելացնում են։ Գործող հարկային համակարգը շատ շահեկան է ալանդների համար։ Հասարակ ալանդացիներին այն միանգամայն բավարարում է։ Հարկային անկախությունը պետք է ոչ թե ժողովրդին, այլ քաղաքական գործիչներին, ովքեր ավելի մեծ իշխանության են ձգտում։ Ալանդացիները իսկապես օգտվում են մի շարք արտոնություններից, որոնք չէին ունենա, եթե Շվեդիայի մասը կազմեին կամ անկախ պետություն լինեին։ Այդ արտոնություններից գլխավորը լաստանավերի վրա առանց տուրքերի առևտուր իրականացնելու իրավունքն է։ Կղզիների 7000 բնակիչների կյանքը պարզապես հնարավոր չէ պատկերացնել առանց լաստանավերի։
Ալանդների տնտեսությունն ամբողջովին կապված է նավագնացային ընկերությունների հետ։ Վերաձևակերպելով հայտնի ասացվածքը կարելի է ասել. այն ինչ ձեռնտու է ալանդական նավագնացությանը, ձեռնտու է նաև ալանդներին։ Այդ պատճառով, երբ 1999-ին Եվրամիության երկրների միջև առանց Թուրքիա առևտուրը չեղյալ հայտարարվեց, մենք ամեն ինչ արեցինք, որ մեր նավերի վրա պահպանենք tax-free համակարգի խանութները։ Նիլս Էրիկ Էքլունդը գլխավորում է ալանդների խոշորագույն նավագնացային ընկերությունը։ Նրան պատկանող լաստանավերը ամեն տարի 6 միլիոն ուղևոր են սպասարկում։ Եթե առանց տուրքերի առևտրի իրավունքը չլիներ, ուղևորափոխադրումների ծավալը 10 անգամ ավելի քիչ կլիներ։ Հաճախորդներ գտնելը այժմ դժվար չէ։ Չէ որ հիմա դեպի Մարիանհամն ծովային շրջագայությունը ոչ միայն հաճելի, այլև շահավետ զբաղմունք է։ Բավական է ասել, որ ոգելից խմիչքները լաստանավերի վրա մոտ 2 անգամ ավելի էժան են, քան Ստոկհոլմում։ Շվեդիայում ալկոհոլի վաճառքի լուրջ սահմանափակումներ են գործում։ Այդ պատճառով շվեդ ալկոհոլիկները գերադասում են ժամանակ անցկացնել ալանդներ ուղևորվող լաստանավերի ռեստորաններում։ Կիրակի երեկոյան Մարիանհամնից Ստոկհոլմ վերադարձող ուղևորներից գրեթե յուրաքանչյուրը իր հետ նաև օղու կամ գարեջրի շշերով ծանրաբեռնված սայլակարգ է քարշ տալիս։ Ալկոհոլի նկատմամբ հակվածությունից բացի ալանդացիները շահագործում են ևս մեկ մարդկային արատ։ Խոսքը խաղամոլության մասին է։ Շվեդիայում մինչև վերջերս խաղատաները ընդհանրապես արգելված էին։ Հիմա էլ ընտրությունը խիստ սահմանափակ է, իսկ լաստանավերում բազմաթիվ խաղային ավտոմատներ եւ խաղատաներ են գործում։ 10 հարկանի լաստանավն իրենից զվարճությունների հսկայական կենտրոն է ներկայացնում՝ ռեստորաններով, բարերով, խաղատներով, դիսկոտեկներով, սաունաներով։ Ուղևորներից շատերը լաստանավի տոմսեր են գնում ոչ թե մայրցամաքից կղզիներ հասնելու, այլ ժամանակ անցկացնելու եւ շահավետ գնումներ անելու համար։ Դա մեծ եկամուտներ է բերում ոչ միայն նավագնացային ընկերություններին, այլ նախ եւ առաջ ալանդական գանձարանին։ Նավագնացությունը այսօր ապահովում է ինքնավարության բյուջեի եկամուտների համարյա կեսը։ Կղզում կոռուպցիայի գրեթե իսպառ բացակայությունը թույլ է տալիս հավատալ, որ սոցիալական բարիքները ալանդներում իսկապես հավասարաչափ են բաշխվում։ Համարյա ամեն ընտանիք այստեղ սեփական կղզի, ամառանոց, զբոսանավ կամ մոտորանավակ ունի։ Ավտոմեքենաների մասին էլ խոսք չկա։ Ալանդացիների 80%-ը բաժնետիրական կապիտալ ունեն։ Մեկ շնչին բաժին ընկնող եկամտի եւ կյանքի որակի մակարդակով կղզիները աշխարհում առաջատարներից մեկն են։ Պատահական չէ, որ ալանդները կոչում են միլիոնատերերի կղզիներ։ Անդերշ Միկլովը ալանդացի միլիոնատերերից ամենահարուստն է։ Նա ունի նավագնացությամբ զբաղվող ընկերություն, մի քանի գործարաններ եւ սուպերմարկետների ցանց։ Համաձայնվեք, նրա տեսքից դա չես ասի։ Գործարարը կարծում է, որ ալանդական տնտեսական հրաշքի մասին խոսակցությունները պարզապես լրագրողների հորինվածքն են։ Եթե ալանդական տնտեսական հրաշքը իսկապես գաղտնիք ունի, ապա այն շատ պարզ է։ Դա աշխատասիրությունն է, ճիշտ կառավարումը եւ ամենակարևորը բիզնեսով զբաղվելու նպաստավոր պայմանները։ Կասկածում եմ, որ պայմանները նույնքան նպաստավոր լինեին, եթե մենք ժամանակին Շվեդիայի կազմի մեջ մտնեինք։ Այդ ժամանակ մենք մի սովորական գավառ կլինեինք, հետամնաց եւ բոլորի կողմից մոռացված։ Իսկ ինքնավարության շնորհիվ մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք։ Տնտեսության բոլոր այն ոլորտները, որոնք հիմնական եկամուտ են բերում, Ֆինլանդիայի կողմից տրամադրված հատուկ արտոնություններից են օգտվում։ Եթե մինչև վերջ անկեղծ լինենք, պիտի խոստովանենք, որ ալանդացիների վայելած բարիքների մեծամասնությունը կոնֆլիկտը հնարամիտ ձևով շահագործելու հետևանք է։ Ողջ Եվրոպայում կոնֆլիկտները հակամարտող կողմերին միայն դժբախտություն են բերում, մինչդեռ ալանդացիներին հաջողվում է հակամարտության շնորհիվ շահ ստանալ։ Եթե նկատի ունենանք հարկային հավաքագրումների ու հատկացումների միջև տարբերությունը, ապա ստացվում է, որ Հելսինկին փաստորեն անուղղակի դոտացիա է տալիս ալանդների տնտեսությանը։ Դեռ չենք հաշվում այն միջոցները, որոնք կմտնեին դաշնային գանձարան, եթե ինքնավարության համար բացառություն չարվեր լաստանավերում առանց մուտքի արտոնագրի առևտուր անելու հարցում։
Այսպիսով ստացվում է, որ Ֆինլանդիան ալանդյան կղզիները սեփական տարածք համարելու իրավունքի համար ամեն տարի ինքնավարությանը $200 միլիոն ոչ պակաս գումար է նվիրաբերում։ Այլ կերպ ասած, յուրաքանչյուր ալանդական ընտանիք ամեն տարի Հելսինկիից մոտ $40,000 անուղղակի դոտացիա է ստանում։ Ֆինլանդիան գնում է հնարավոր բոլոր զիջումներին, միայն թե տեղացի անջատողականները ոտքի տակ ամուր հող չունենան։ Չնայած այդ ամենին, ալանդներում շատերը նախկինի պես երբեմն հայացքը ուղղում են Շվեդիայի կողմը, իսկ ոմանք էլ մտածում են անկախության մասին։ Արդեն 30 տարի է, ինչ Լեյք Բերգմանը զբաղվում է ձկնորսությամբ։ Ամեն աստծո օր նա արթնանում է առավոտյան 5-ին եւ գնում ծով։ Ձկնորսի կինը սպասում է նրան ափին եւ ամեն ինչ նախապատրաստում ձուկը մշակելու համար։ Լեյֆը ջանում է չզբաղվել քաղաքականությամբ, բայց երբեմն քաղաքականությունն է զբաղվում իրենով։ Քաղաքականությունն ամենուրեք է։ Եվրամիությունը արգելում է մեզ փոկեր որսալ։ Ամեն մի փոկը տարին 100,000 եվրոյի ձուկ է ուտում։ Փոկերը բազմացել են եւ մեծ վնաս են հասցնում ձկնարդյունաբերությանը։ Նրանք մեզ ծնանկացնում են։ Շվեդիայում ձկնորսներին գոնե փոխհատուցում են տալիս փոկերի որսն արգելելու համար։ Իսկ Ֆինլանդիայում այդպիսի փոխհատուցում չկա։ Ուրեմն բնական չէ, որ ես կսկսեմ մտածել այն մասին, որ Շվեդիայի կազմում ավելի լավ կապրեի։ Լեյֆը եւ նրա եղբայրը Հասեն ոչ այդքան Ֆինլանդիայից են դժգոհ, որքան Եվրամիությունից, որի օրենքները նրանց կարծիքով հաշվի չեն առնում տեղական առանձնահատկությունները։ Մի քանի տարի առաջ եղբայրները 100,000 եվրոյով հատուկ շարժական ցանցեր էին գնել, որոնք շատ հարմար են սաղմոն բռնելու համար, բայց ամիսներ անց Եվրամիությունը արգելեց այդպիսի ցանցերով ձկնորսությունը։ Ստացվեց, որ 100,000 եվրոն քամուն տրվեց։ Բրյուսելյան չինովնիկները ձկնորսությունից բան չեն հասկանում, բայց փորձում են մեզ սովորեցնել։ Նրանք թքած ունեն, որ ալանդներում ձկնորսների ընտանիքները կարող են առանց մի կտոր հացի մնալ։ Իսկ ֆիննական իշխանությունը մեզ չի պաշտպանում։ Այ եթե մենք անկախ լինեինք, կարող էինք ինքներս ուղղակիորեն պաշտպանել մեզ Եվրամիության առջև։ Այնպես որ եթե հանրաքվե լինի, շատ հավանական է, որ ես քվեարկեմ ալանդների անկախացման օգտին։ Եվրամիության խիստ օրենքները իսկապես երբեմն նպաստում են ալանդներում անջատողական տրամադրությունների աճին։ Այսպես եղավ նաև սնյուսի, սկանդինավյան ավանդական ծամոն ծխախոտի դեպքում։ Այս է սնյուսը։ Բացում ենք տուփը, մի քիչ վերցնում, սեղմում, գնդիկ սարքում ու դնում շրթունքի տակ։ Sen under läppen, det är under läppen man använder snus. Վերջ, մոտ 30-40 րոպեից նիկոտինը կհասնի գլխիս։ Հակածխախոտային պայքարը հասցրեց նրան, որ ամբողջ Եվրոպայում սնյուսը արգելվեց։ Բացառություն արվեց միայն Շվեդիայի համար։ Եվրամիության կազմի մեջ մտնելուց Ստոկհոլմը իր երկրում ծամոն ծխախոտ արտադրելու եւ վաճառելու իրավունք ստացավ, քանի որ սնյուսի օգտագործումը շվեդների մոտ ազգային սովորույթ է։ Լինելով էթնիկ շվեդներ, ալանդացիներ իրենց համարել են նման իրավունք պահանջում։ Կղզիների տնտեսության համար սա շատ կարևոր հարց է, քանի որ Եվրոպայում արգելված ապրանքը լաստանավերում վաճառելը զբոսաշրջիկներ է գրավում եւ մեծ եկամուտներ բերում։ Ֆինլանդիայի կառավարությանը այս փաստարկը համոզիչ է թվում, բայց ալանդացիների պատճառով Եվրամիության հետ հարաբերություններ փչացնել Հելսինկին չի ցանկանում։ Շվեդական նավերում սնյուսի վաճառքը թույլատրված է, ֆինական նավերում արգելված։ Վտանգ կա, որ դրա պատճառով մեր նավագնացությունը կարող է շվեդական դրոշի տակ անցնել։ Դա ալանդական տնտեսության համար աղետալի կլինի։ Միևնույն ժամանակ սա դեմոկրատիայի խնդիր է։ Եթե Ֆինլանդիան չի կարողանում պաշտպանել մեր շահերը Եվրամիությունում, մենք ստիպված ենք մտածել, թե ինչպես ինքներս դա անենք։ Ալանդներում քիչ չեն մարդիկ, ովքեր կարծում են, որ մենք ավելի շուտ Ֆինլանդիայի կազմից դուրս կգանք, քան կհրաժարվենք սնյուսից։
Սնյուսի շուրջ ստեղծված հակամարտությունը ակտիվորեն օգտագործում են անջատողականները, բայց նրանց քաղաքական վարկանիշի վրա դա առայժմ քիչ է ազդում։ Վերջին 10 տարիներին անցկացվող սոցիոլոգիական հարցումների տվյալներով անկախության կողմնակիցների թիվը համարյա անփոփոխ է մնում եւ չի անցնում 20%-ից։ Ալանդների ապագան կուսակցությունը միակն է, որ լիարժեք անկախության օգտին է քարոզում։ Խորհրդարանի այժմյան կազմում այս կուսակցությունը ընդամենը 2 падգամավոր են ներկայացնում։ Նրանցից մեկը Անդրեաս Էրիքսոնն է, այս կուսակցության առաջնորդը, նախկինում նախարար, այժմ ֆերմեր։ Շվեդիայի կազմի մեջ մտնելու հարցն արդեն վաղուց չի քննարկվում։ Ինքնավարությունը մեզ հնարավորություն է տվել զգալ ինքնիշխանության առավելությունը։ Հիմա մենք անկախության ենք ձգտում։ Երբ շվեդ քաղաքական գործիչների հետ մի քիչ խմում ենք եւ նրանք բազմոցին փրված հարցնում են. «Դե ինչ, երբ եք միավորվելու Շվեդիայի հետ», ես նրանց պատասխանում եմ. «Երբեք, ավելի լավ է դուք մեզ միացեք»։ Անդերշը առանց օգնականների մշակում է իրեն պատկանող 140 հեկտար զբաղեցնող հողատարածքը։ Միայն կարտոֆիլի բերքահավաքի ժամանակ է 4 աշխատող վարձում։ Նա գյուղատնտեսական տեխնիկայի մի ամբողջ հավաքածու ունի, բայց Անդերշի առանձնակի հպարտությունը նրա ցուլերն են։ Տեսեք, նրանք էլ են անկախություն ուզում։ What? Yes. Զարմանալի է, թե ինչպես է նա հասցնում եւ ֆերմայի գործերով զբաղվել, եւ խորհրդանում աշխատել, եւ կուսակցություն գլխավորել, նաեւ 2 փոքր որդիներ դաստիարակել, այն էլ միայնակ, առանց կնոջ։ Անդերշն ասում է, որ հենց իր երեխաների ապագայի համար է նա այսօր անկախության ձգտում։ Okay, precis. Ես իմ ընտրողներին ասում եմ. տեսեք, Եվրամիությունը մեզ անգամ լսել չի ցանկանում, որովհետև մենք ընդամենը ինքնավարություն ենք, այլ ոչ թե պետություն։ Բայց ցավոք այսօր իմ հայրենակիցներից շատերը չեն ընկալում մեր փաստարկները։ Իսկ պատճառն այն է, որ մենք տառապում ենք բարեկեցություն կոչվող հիվանդությամբ։ Մենք ծուլացել ենք։ Մարդիկ չեն ցանկանում ոչինչ փոխել։ Բայց անհրաժեշտ է մի քիչ առաջ նայել։ Ապագան միևնույն է, անկախ հալանդական պետությանն է։ Իմ երեխաները ապրելու են անկախ երկրում, ես վստահ եմ։ Եթե Անդերշ Էրիքսոնը գործնական քայլերի նախաձեռնող է, ապա պրոֆեսոր Դան Անկերը ավելի շուտ տեսաբան է։ Ասում են, որ հենց նա է ալանդական անջատողականության գաղափարախոսը։ Նա մշակել է անկախության տնտեսական հայեցակարգը։ Հատկանշական է, որ ինքը Անկարը ալանդացի չէ, այլ շվեդալեզու ֆին, ապրում եւ աշխատում է Տուրկույում։ Ֆինլանդիայում նրա գործունեությունը ոչ մեկի մոտ դժգոհություն չի առաջացնում։ Պրոֆեսորը պնդում է, որ հաճախ ֆիներն են համաձայնվում իր հետ, երբ ասում է, որ ալանդների անկախությունը անխուսափելի է։ Խոսակցություններն այն մասին, որ ալանդացիները չեն կարող անկախ լինել, քանի որ շատ փոքրաթիվ են, անհեթեթություն են։ Աշխարհի 200 երկրներից 45-ը միկրոպետություններ են, եւ նրանց թիվն աճելու է։ Վաղ թե ուշ անկախանալու են եւ Ֆարերյան կղզիները, եւ Գրենլանդիան, եւ շատ ուրիշ այժմյան ինքնավարություններ։ Այս գործընթացը այլընտրանք չունի։ Ալանդները ի վիճակի են կայանալ որպես նորմալ անկախ պետություն, եթե իհարկե ժողովուրդը ցանկանա։ Ալանդները ուժեղ տնտեսական համակարգ ունի, զարգացած քաղաքական ինստիտուտներ, խաղաղասեր հարևաններ։ Մյուս միկրոպետություններում իրադրությունը այդչափ բարենպաստ չէր, բայց նրանք կայացան։ Բայց ինչպես կարող են ալանդները անկախանալ, եթե ոչ ինքնավարության մասին ակտով, ոչ Ֆինլանդիայի սահմանադրությամբ այդ մեխանիզմը չի կարգավորվում։ Իրավական լուծում գտնելու փորձերը փակուղի են տանում։ Ալանդական քաղաքական գործիչներին մնում է միայն հուսալ, որ Ֆինլանդիան լինելով ժողովրդավարական երկիր, թույլ չի տա իրեն բռնանալ ժողովրդի կամքին։ Թույլ կտա արդյոք մեզ Ֆինլանդիան անկախանալ, եթե մենք ցանկանանք։ Բարդ հարց է։ Պարզ է մի բան, եթե մեր քաղաքացիների 51% արտահայտվի անկախության օգտին, դա դեռ չի նշանակի, որ մեր անկախությունը ինչ-որ մեկը կճանաչի։ Բայց եթե այնպես պատահի, որ ալանդացիների 70% արտահայտվի Ֆինլանդիայի կազմից դուրս գալու օգտին, կարծում եմ, որ Հելսինկին չի համարձակվի խոչընդոտել։
Ֆինլանդիան աշխարհի ամենաժողովրդավար երկրներից մեկն է։ Ես համոզված եմ, որ ֆինները չեն սահմանափակի ազատության մեր իրավունքը, եթե դա իսկապես համընդհանուր պահանջ լինի։ Ֆին քաղաքական գործիչները ձգտում են խուսափել այս թեմայի շուրջ խոսելուց։ Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավար Սաուլի Նիինիստին, որ եկել էր Մարիան Համն ինքնավարության օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու, դիվանագիտորեն ակնարկում է, որ ապահարձանի համաձայնություն Հելսինկիից ստանալը այդքան էլ հեշտ չի լինելու։ Իդեպ նկատենք, որ հարգելով տեղի ավանդույթները, նա մեզ հետ զրուցեց շվեդերեն։ Կան երկկողմ համաձայնագրեր, միջազգային իրավունքի նորմեր, որոնք կարգավորում են այս հարցը։ Եվ այդ օրենքները հեշտ չի լինելու փոխել, որպեսզի ալանդները անկախանալու հնարավորություն ստանան։ Բայց ես կարծում եմ, որ գործը չի հասնի նրան, որ ֆինլանդական խորհրդարանը լրջորեն քննարկի ալանդներին անկախություն տալու կամ չտալու հարցը։ Ես տեսնում եմ, որ ալանդացիները գոհ են ինքնավարությունից եւ լիակատար անկախության չեն ձգտում։ Էլիզաբեթ Նուկլերը ժամանակին ինքնավարության կառավարության ղեկավարն է եղել։ Այժմ ֆինական խորհրդարանում կղզիների միակ ներկայացուցիչն է։ Անջատողականներին չի սատարում, բայց երբ որոշ ֆին պատգամավորների գործողություններում կայսրական հոգեբանության դրսևորումներ է տեսնում, սկսում է ըմբռնումով վերաբերել անկախության կողմնակիցներին։ Ֆինական խորհրդարանի իմ գործընկերների թվում կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ալանդացիներն ավելի շատ իրավունքներ ունեն, քան պետք է։ Կարծես նրանք մոռացել են, ինչի համար ընդհանրապես ձևավորվեց ինքնավարությունը։ Կարծում եմ ժամանակ առ ժամանակ պետք է նրանց հիշեցնել այդ մասին։ Ըստ էության ես հենց դա էլ անում եմ։ Պատգամավոր Նուկլերը կարծում է, որ Ֆինլանդիայի քաղաքական առաջնորդները երբեմն սխալներ են թույլ տալիս, որոնցից օգտվում են ալանդական անջատողականները։ Այդպիսի սխալ է նա համարում օրինակ Ֆինլանդիայի նախկին նախագահ Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտի Ախտիսաարեի 1998 թվականին Մարիան Համնում արված հայտարարությունը։ Այն ժամանակ նա կոչ արեց ալանդացիներին մոռանալ անկախության մասին, հասկացնելով, որ Հելսինկին միևնույն է երբեք չի համաձայնվի կղզիների անկախացման հետ։ Էլիզաբեթ Նուկլերի խոսքով դա ժողովրդի մեջ վրդովմունք առաջացրեց։ Արդյունքում անկախության մասին սկսեցին խոսել նույնիսկ նրանք, ովքեր մինչ այդ բացահայտ քննադատում էին անջատողականներին։ Այդ իմաստով Ֆարերյան կղզիների օրինակը շատ ուսանելի է։ Երբ Դանիայի նախկին կառավարությունը հայտարարեց, որ անկախությունը բացառվում է, կղզիների բնակիչները վրդովվեցին եւ անջատողական տրամադրությունները կտրուկ աճեցին։ Բայց երբ Դանիայում վարչապետ դարձավ Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հանճարեղ քայլ արեց։ Նա ասաց. «Խնդրեմ, եթե անկախություն եք ցանկանում, մենք պատրաստ ենք հենց այսօր այն ձեզ տալ»։ Դրանից հետո անկախության նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ նվազեց։ Չէ՞ որ արգելված պտուղը քաղցր է թվում, բայց հաճախ երբ փորձում ես համը, պարզվում է, որ այն թթվաշ է։ Ինչպիսին է իրականում ալանդյան արգելված պտուղի համը, ոչ ոք չգիտի։ Բայց չընթարկվելով հայտնի գայթակղությանը ալանդացիներին հաջողվել է առավելագույն քաղցրահամ հյութ քամել չարգելված պտուղից։ Աշխարհի տարբեր երկրներից կոնֆլիկտաբաններ եւ քաղաքագետեր, պատմաբաններ եւ սոցիոլոգներ են այսօր գալիս Մարիան Համն ուսումնասիրելու տարածքային հակամարտությունների կարգավորման ալանդյան փորձը եւ տեղական ինքնակառավարման այստեղի համակարգը։ Նրանց օգնում է հատուկ այդ նպատակով ստեղծված Խաղաղության ալանդյան ինստիտուտը։ Սիա Օկերմարկը ղեկավարում է ինստիտուտը 2008-ից։ Նա համոզված է, որ ոչ մի դեպքում չի կարելի ալանդական մոդելը մեխանիկորեն փոխադրել այլ հողի վրա։ Ալանդական փորձն իսկապես կարող է օգտակար լինել, բայց չեմ կարծում, որ երբևէ որևէ տեղ կհաջողվի մեխանիկորեն վերարտադրել այն, ինչն արվեց ալանդներում։ Յուրաքանչյուր հակամարտություն իր առանձնահատկություններն ունի։ Ալանդյան կոնֆլիկտի հիմնական առանձնահատկությունն այն է, որ կողմերն ի սկզբանե պատրաստ էին փոխզիջումների։ Հակամարտությունը չի ուղեկցվել արյունահեղությամբ կամ պատմական թշնամանքով։ Այդ իմաստով Բալկաններում կամ Կովկասում առկա հակամարտությունները շատ ավելի բարդ են։ Իսկ ինչ վերաբերում է ինքնակառավարման համակարգին, ապա դրա ուսումնասիրությունը կարծում եմ շատերի համար օգտակար կլինի։ Մենք պատրաստ ենք փոխանցել մեր փորձը բոլոր ցանկացողներին։ Իրենց փորձով ալանդացիները իսկապես հաճույքով են կիսվում։ Հյուրերին այստեղ միշտ ուրախությամբ են ընդունում, այնպես որ բարի գալուստ ալանդյան ինքնավարություն։ 27,000 բնակիչ, 7,000 կղզի, 9,000 առագաստանավ, 46 ոստիկան, 4 լուսացույց և 1 գիշերային ակումբ։